Շնորհակալություն, Արմատ մեդիա, պատրաստի ռադիո Ավրորա։ Նախարար ինձ շատ հետաքրքրեց նկարահանության պետի և ոստիկանապետի պաշտոնների փոփոխությունը, ինչով է դա պայմանավորված, եթե նկատել եք հումորներ կային արդյոք նկարահանության պետը լավ է հանցագործվում և ոստիկանապետը լավ է հանդիպում դրանով է պայմանավորված դա։ Սա մեր երկրորդ եկեղեցու բարեփոխման հետ կապված, քանի որ շատ է շեշտվում, որ դա վարչապետ ապրել ոչ թե որպես պաշտոն է, այլ որպես հայ-անգլիական սուրբ եկեղեցու հետևորդ, դուք ինչ եք կարծում եք ամեն ինչի մասին, ճակերտավոր բարեփոխումների և երբ որ խոսում եք բարեփոխումների մասին, ես միշտ հիշում եմ Միքայել Սեդղազարյանի բերման ենթարկելու կադրերը, երբ ԱԱԾ ոստիկանության աշխատակիցները այսպես դերներով գրողում են մայրաթորը, ուզեմ սա անդրադառնալ և անչափահաս քննամիջոցների շրջանառություններից խոսեցիք, ուզեմ վիճակագրություն ներկայացնեք անչափահասների շրջանում օգտագործման դեպքերի վերաբերյալ։ Շնորհակալություն հարցադրումների համար, առաջին թեմայով վստահաբար սոցմեդիայի տարբեր բովանդակությամբ նյութերին ծանոթ եմ, սա նախարարության կազմում ոլորտային կադրային փոխատեղում է պարզապես և որևէ այլ բան փնտրել պետք չի այստեղ, ես կարծում եմ, որ սա միտում ունի ավելի բարելավելու թե փրկարար ծառայության մասով մեր աշխատանքների և թե նաև ոստիկանության ներհամակարգային կադրային հերթական փոփոխությունն է, որևէ արտառոց բան այստեղ չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է վարչապետի կողմից ներկայացված բարենորոգումների օրակարգին և դրա մասով ներկայացված հարցադրմանը, վարչապետն արդեն իսկ մեկնաբանել է այս հարցը և ներկայացրել է իր դիտարկումները որպես հայաստանյա ծառայքելական սուրբ եկեղեցու հետևորդ և ես ուզում եմ հետևյալ արձանագրումն անել, որ հայաստանյա ծառայքելական սուրբ եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեք է բոլորիս համար։ Եվ եթե հայաստանյան ծառայքելական սուրբ եկեղեցու մասով կան մեր հետևորդներին անհանգստացնող տարբեր հարցեր, ժողովրդավարական հասարակությունում նմանատիպ բարձրագույն արժեքին վերաբերող որևէ հարց չի կարող լինել տաբու և չլինել քննարկման ենթակա։ Հակառակը, ես կարծում եմ, որ ժողովրդավարական հասարակությունում նմանատիպ բարձրագույն արժեքի մասով մեր քաղաքացիներին հետաքրքրող բոլոր հարցերը պիտի քննարկվեն և դրանք պիտի հանգուցալուծվեն ավելի բարձրացնելով վստահությունը և հավատը հայաստանյա ծառայքելական եկեղեցու նաև ներկայացուցիչների նկատմամբ։ Ինչ վերաբերում է բերման ենթարկելուն, հարգելի լրագրող, ես չեմ ուզում տարանջատել հոգևոր սպասավորի և այլ քաղաքացու բերման հետ կապված հարցերը, որովհետև եթե կա բերման ենթարկելու մասին որոշում, այսինքն կա ձերբակալման հետ կապված հարց, ուզենք թե չուզենք, պրոցեսը կազմակերպվում է ըստ ստանդարտի, այսինքն ինչ որ ենթադրվում է ձերբակալման պրոցեսը կազմակերպվում է և այստեղ որևէ, այսպես ասեմ, հատուկ վերաբերմունք որևէ անձի նկատմամբ չկա և անդրադառնալով անչափահասների կողմից հանցավորությանը թմրամիջոցների հատկապես մասով, նշեմ, որ 2025 թվականի կտրվածքով անչափահասների մասով արձանագրել ենք 6 դեպք ընդամենը, սա է նաև թույլ տալիս մեզ մտածելու և համոզվելու, որ այն խոսակցությունները, որոնք հատկապես անչափահասների շրջանում թմրամիջոցների տարածման մասով կան, դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Իհարկե, սրանք պայմանականորեն գործնականում կարող են լինել ոչ թե 6-ը, այլ 10 օրինակ, բայց վստահաբար չի կարող լինել այնպիսի ահռելի պատկերի փոփոխություն, որ մենք ասենք, այո, վխտում են անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման դեպքերը, բայց մեր մոտ ընդամենը կա 6 դեպք։ Եվ սա է նաև պատճառը, որ ես անընդհատ ասում եմ, որ եթե կա նմանատիպ իրավիճակ, ծնողը, դպրոցական ներկայացուցիչները պիտի մեզ ահազանգեն այս դեպքերի մասին, որպեսզի երեխան կոնկրետ ռեակցիա ունենա և կարողանանք դուրս բերել իրեն այդ պրոցեսից։ Ես կառավարության մաս եմ և վարչապետի ցանկացած օրակարգ աներկբա կիսում եմ։ Շնորհակալություն։ Ռադիո Ավրորա պատրաստի մուզեյը։
Տիկին նախարար